Հիսուս Քրիստոսի հարությունը մեր կյանքին ու մարդու գոյությանը իմաստ է տալիս առհասարակ։ Հայկական դիցաբանության մեջ օրինակ Արա Գեղեցիկի հարության պատումը կա, եգիպտական դիցաբանության մեջ Ռայի հարությունը կա կամ Գորի, եւ նաեւ կելտական դիցաբանության մեջ այդ ամենը կա, բայց քրիստոնեությունը եզակի է, սա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է։ Չկա որևէ կրոն, որ եղել է քրիստոնեությունից առաջ եւ ինչքան գիտեմ նաեւ հիմա չկա որևէ փիլիսոփայական համակարգ, որտեղ Աստված բացարձակ ազատ լինելով առանց որևէ մեկի ստիպելու հանուն մարդկանց զոհաբերում է ինքն իրեն եւ հարություն է առնում որպես մարդ հարություն է առնում, բայց հասուն մարդու համար, ով կանգնած է իր կյանքի ընտրությունը կատարելու ճանապարհին, ամեն տարվա հարության տոնը հնարավորություն է միանալու Քրիստոսի մեծ սիրուն։ Հանրային ռադիոյի եթերում Արարատյան հայրապետական թեմի ինքնություն հաղորդումն է, բարև ձեզ։ Քրիստոս հարյավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնն է։ Այս առիթով տաղավարում ես զրուցում եմ Արարատյան հայրապետական թեմի Արաբկիրի Սուրբ Խաչի եկեղեցու խորհրդակատար արժանապատիվ Տեր Տիգրան Քահանա Բադրյանին։ Օրհնեցեք Տերեր։ Աստված օրհնի։ Քրիստոս հարյավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Տերեր, այսօր մենք նշում ենք Քրիստոսի հրաշափառ հարության տոնը։ Ինչու ենք ամեն տարի նշում, չէ՞ որ Քրիստոս մեկ անգամ է հարություն առել։ Ընդհանրապես եկեղեցական տոների տրամաբանությունը մարդուն անընդհատ հնարավորություն տալն է հաղորդվելու աստվածային իրականությանը եւ աստվածային իրողություններին եւ հարության տոնը վերաբերելի է ոչ միայն Հիսուս Քրիստոսին, մարմնացյալ Աստծուն, այլ մեզնից յուրաքանչյուրին։ Եվ սա մեր կյանքի բոլոր փորձությունների մեջ հարության հույսով ապրելու եւ հարությունը վերապրելու, ինչպես Պողոս առաքյալն է ասում, սրա կարևոր խորհուրդ ունի, դրա համար ընդհանրապես եկեղեցական տոնացույցը ինքը տարեկան ցիկլիկություն ունի, այսինքն ամեն տարի կրկնվում են բոլոր տոները, որովհետև դրանք ներառում են մարդկային եւ մարդկության, անհատ մարդու եւ մարդկության ընդհանրապես ամբողջ կյանքը իր նպատակներով, իր հոգեվոր ապրումներով եւ հոգեվոր մարդու կայացման տարբեր փուլերով։ Իսկ ինչ է տալիս մեզ Քրիստոսի հարության տոնը նշելու այդ հանգամանքը։ Երբեմն մենք իրար շնորհավորելիս ասում ենք թող Աստված հարություն առնի քո սրտում։ Նախ Հիսուս Քրիստոսի հարությունը մեր կյանքին ու մարդու գոյությանը իմաստ է տալիս առհասարակ, որովհետև եթե հարությունը մենք հանենք մեր կյանքից, քրիստոնեական կյանքից ու առհասարակ անկախ մարդու կրոնական պատկանելությունից միևնույն է Աստված հարություն է առել։ Եթե հանենք, մեր գոյությունը ինքնին իմաստ էլ չի ունենում, եւ մի հետաքրքիր բան կա, ստեղ տեսեք, որ շատ ժամանակ մարդիկ փորձում են քրիստոնեությունը համեմատել ու կապել տարբեր այլ կրոնների հետ, որովհետև եւ հեթանոսական ընկալումներում կար հարության գաղափարը, հայկական դիցաբանության մեջ օրինակ Արա Գեղեցիկի հարության պատումը կա, եգիպտական դիցաբանության մեջ Ռայի հարությունը կա կամ Գորի, եւ նաեւ կելտական դիցաբանության մեջ այդ ամենը կա, բայց քրիստոնեությունը եզակի է, սա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չկա որևէ կրոն, որ եղել է քրիստոնեությունից առաջ եւ ինչքան գիտեմ նաեւ հիմա չկա որևէ փիլիսոփայական համակարգ, որտեղ Աստված բացարձակ ազատ լինելով առանց որևէ մեկի ստիպելու հանուն մարդկանց զոհաբերում է ինքն իրեն եւ հարություն է առնում որպես մարդ հարություն է առնում։ Որևէ կրոն, որևէ փիլիսոփայական համակարգ չունի այս գաղափարը։ Կելտական դիցաբանության մեջ այո, կա խաչելություն, Օդինը, գլխավոր դիցը, կելտական դիցաբանության մեջ խաչում է ինքն իրեն, բայց չի խաչում հանուն մարդկանց, խաչում է հանուն ինքն իրեն։ Արա Գեղեցիկը հայկական դիցաբանության մեջ սա կրկնվող,
կերպարը եւ հունական դիցաբանության մեջ կա եւ ասորական դիցաբանության մեջ չի զոհաբերում ինքն իրեն հանուն մարդկանց, էլի սեփական անձնական խնդիրներ ունի եւ Արան ազատ չէր, այսինքն ինքը չէր որոշում ինքը հարություն առնի թե չառնի։ Ուրեմն իրանից բարձր ավելի ուժեր կային։ Եվ կարելի է շարքը շատ երկար շարունակել, նույն եգիպտական նաև դիցաբանության մեջ։ Ուրեմն Քրիստոսի հարությունը ճանապարհն է մարդու փրկության եւ մարդու քրիստոնեական կյանքի նպատակի ու այս առումով առանց հարության ամեն ինչ իզուր է, ինչպես որ Պողոս առաքյալն է ասում, եթե Քրիստոս հարություն չի առել, ուրեմն զուր է մեր հավատքը եւ զուր է մեր քարոզչությունը։ Ուրեմն քրիստոնյայի համար հարության տոնը ոչ միայն ձվակռվի տոն է, չնայած դրա մեջ էլ վատ բան ես չեմ տեսնում, բայց կենտրոնանալը զուտ սննդային առանձնահատկությունների վրա Սուրբ Հարության տոնի մարդու կյանքի իմաստի մի տեսակ լղոզում է նշանակում։ Բնական է երեխաների համար, ավելի փոքր տարիքի մարդկանց համար այս տոնը շատ ավելի հիշվում է հենց ձվակռվով, տարբեր ուտելիքներով, տարբեր խաղերով եւ այլն, բայց հասուն մարդու համար, ով կանգնած է իր կյանքի ընտրությունը կատարելու ճանապարհին, ամեն տարվա հարության տոնը հնարավորություն է միանալու Քրիստոսի մեծ սիրուն։ Դեռ եթե Արա Գեղեցիկի մասին մի փոքր հետ գնալով խոսենք, սովորաբար ներկայացում է, որ Արա Գեղեցիկը բնապաշտական այդ շրջանի ընկալումների մեջ է եւ բնությունն է խորհրդանշում, որ գարնանը կենթանանում է, աշնան վերջին ձմռանը մահանում եւ հետո նորից հարություն առնելով կենթանանալով ցույց տալիս այդ բնության հավերժական այդ շղթան, բայց դա քրիստոնեության հետ չի համադրվում, չէ՞, նույնպես, որտեղ Քրիստոս ոչ թե բնության հավերժականության մասն է խոսում, այլ ինքնազոհության, որ մարդը ճանապարհ ունենա դառնալու հոգևոր էակ։ Այս հարցը իհարկե մի փոքր ավելի լայն բացատրության կարիք ունի, որովհետև ընդհանրապես մահվան եւ հարության, խնդիրը եղել է Homo sapiens-ի, այսինքն մտածող մարդու տրամաբանության մեջ շատ վաղուց։ Եվ սա բնական դիտարկումն է մարդկանց, որ ինչ որ մի ժամանակ բնության մեջ մեռնում է բնությունը եւ նորից վերածնվում է։ Բայց Իգնատիոս Լեոնացին շատ լավ տարբերությունն է ցույց տալիս, թե ինչ է տարբերությունը ընդհանրապես հեթանոսական ընկալման եւ նաեւ արևելյան առհասարակ ընկալման արևելյան կրոնների եւ քրիստոնեության։ Ուրեմն մեռնողը հարություն է առնում կամ վերածնվում է նույն ձևով ինչպես որ մահացել է։ Քրիստոնեություն մեջ հարությունը վերագլխում է նշանակում, ավելին լինել, քան կայր։ Այսինքն այս մահը եւ հարությունը ոչ միայն զուտ կյանքի շարունակությունն է ցույց տալիս, որովհետեւ ծիրանի ծառը օրինակ, հիմա գեղեցիկ ծաղկած են մանավանդ, ինչքան էլ որ աճեց, մեռավ, ձմեռը հաջորդ տարի ինքը էլի որպես ծիրան է ծաղկում եւ ծիրանի պտուղ է տալիս։ Բայց քրիստոնեական հարությունը ավելին լինելն է, քան զուտ մեղանչական մահկանացու մարդը։ Եվ սրա մեջ կարևորագույն տարբերությունն է կյանքի մահվան եւ հարության, կյանքի եւ մահվան անընդհատ այս շարունակության մեջ, որը գրեթե բոլոր կրոններում կա, փիլիսոփայական համակարգերում, դրանից դուրս գալ է, համակարգից դուրս գալը եւ դառնալ ավելի լավը, վերագլխվելը ու ինչպես Աթանաս մեծն է ասում, Աստվածանալը։ Տեր, եթե մենք ասում ենք, որ Աստված անմահ է, Քրիստոս անմահ է, ինչպես անմահ Աստված կարող էր մահանալ։ Սա իմ ամենասիրելի եւ ամենահետաքրքիր հարցերից մեկն է ընդհանրապես, որովհետեւ այս գաղափարի մեջ է երևում Աստծո ազատ սերը, չպարտադրված սերը։ Ուրեմն տեսեք, Աստված մարդուն ստեղծեց ազատ եւ սա ամենամեծ պարգևն է մարդուն տրված։ Եվ երբ որ մենք ասում ենք Աստված մարդուն ստեղծեց ազատ, նշանակում է Աստված մարդուն տվեց հնարավորություն ընտրելու։ Ընտրության հնարավորության յուրաքանչյուր
բռնություն ընտրության հնարավորության նկատմամբ Աստծո իր հանուն իր սիրո տրված այս շնորհի հակասություններ առաջացնում եւ որpիսի մեղանչական բնությունը մարդու, որ ընկավ մեղքի մեջ, բուժվեր, Աստված ցույց տվեց մարդուն, որ կարելի է լինել մարդ, բայց կարելի է փրկվել, կարելի է միանալ Աստծուն մարդ լինելով եւ Աստված ոչ թե ուղակի, մի տեսակ դերակատարություն որպես մարդացավ, ոչ թե տենց ինքը գիտեր, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց միևնույնն է մարդացավ, այլ ինքը պատրաստ եղավ մեծ Աստված, անչափելի Աստված մարդ դառնալ կատարյալ կերպով, Եվ տեսեք, ստեղ մենք իհարկե բյուզանդական աստվածաբանության կամ արևմտյան աստվածաբանության եւ արևելյան աստվածաբանության տարբերությունների առաջ են կանգնում Քաղկեդոնի ժողովի բնությունների բաժանման, որովհետեւ օրինակ Քաղկեդոնի ժողովը ասում է, որ մարդը մահացավ, Աստված մահանալ չէր կարող։ Հակաքաղկեդոնական կամ հին արևելյան ուղղափառ եկեղեցիները Քրիստոսի մարդացումից հետո այլևս երբեք չեն բաժանում այդ բնությունները, չեն ասում, որ ստեղն է, այնտեղն է, եւ սա շատ կարեւոր աստվածաբանական գաղափար է, որովհետեւ մարդու մահանալով, մարդու խաչվելով մարդկությունը չէր կարող փրկվել։ Աստծո զոհաբերությամբ, Աստծո չարչարանքով եւ Աստծո մահով մարդկությունը կարող էր փրկվել։ Եվ այս խորհուրդը Աստծո սիրո արտահայտումն է մեր մեջ, որ անչափելին իր կամքով ցանկացավ մահանալ, իր կամքով ցանկացավ չարչարվել, հանուն սիրո, որևէ մեկը իրեն չէր պարտադրում, որևէ մեկից ինքը կախված չէր։ Չէ, եւ վերջի վերջո, եթե մենք ասենք շատ աշխարհիկ ձևով նայենք ամեն ինչին, թող կործանվեր մարդությունը։ Միևնույնն է Աստծուց ոչ մի բան չէր պակասելու, բայց հենց սա քրիստոնեության եզակիության, ճշմարտության ու Աստծո սիրո կենթանի ներկայության հավաստիքն է, ապացույցը եւ կարեւոր հավատքը քրիստոնյաների։ Տերեր, եթե հիմա Քրիստոսի առաջ կանգնած լինեիք, դուք որպես հայ եկեղեցու հոգևորական, որին հանձնված է մեծ կամ փոքր մարդկանց մի խումբ, տանելու Աստծուն, ինչ կերպ կխոսեիք եւ ինչ կասեիք Աստծուն, ինչ կխնդրեիք ձեր հոտի եւ մեր ժողովրդի եւ մեր պետության համար։ Գիտեք, ես ինձ այդ հարցը ինչքան է զարմանալի է, բայց տվել եմ մի քանի անգամ։ Եթե ես կանգնած լինեի Աստծո առաջ, այդ մեծ շնորհին արժանի լինեի, Աստծո ողորմությունը տրվեր ինձ դրա, անկեղծ ոչինչ չէի հարցնի ու ոչինչ չէի խնդրի, որովհետև Աստծուն տեսնելը, Աստծո ներկայության մեջ ֆիզիկապես, լինելը, շոշափելի առումով լինելը, արդեն իսկ ամեն ինչ է, ամեն ինչ էլի, որովհետև երբ որ մենք փոխում ենք հարթությունները ու գնում ենք աստվածային ոլորտ, ես չեմ կարծում, որ որևէ մեկը, որ Աստծո ներկայության առաջ լինի, խնդրելու կամ խոսելու կամ ասելու որևէ բան կունենա, որտեվ Աստծո ներկայությունը արդեն ամեն ինչ է, բոլոր հարցերի պատասխանն է։ Ներկայությունը Աստծո մեր ժողովրդի կյանքում։ Այո, Գրիգոր Նարեկացին մի շատ լավ տող ունի, ես կդժվարանամ հստակ գլուխը նշել, Ասում է, եթե անգամ դատաստանի կանչվեմ, միևնույնն է սիրտս պիտի ցնծա, որովհետև քեզ եմ տեսնելու։ Աստծո հայացքը, Աստծո ներկայությունը, անգամ խրատող Աստծո, արդարամիտ Աստծո, միևնույնն է մարդուն փրկող, բարձրացնող եւ բուժող է։ Ու եթե Աստծո ներկայությունը կա, որևէ ընտանիքում, որևէ մարդու կյանքում եւ առավել եւս որևէ ժողովրդի մեջ չկա որևէ խնդիր, որևէ հարց, որևէ մարտահրավեր, որևէ դժվարություն, նաեւ ընդհուպ նաեւ նրանք, որ մեր ժողովուրդ ու ազգը հիմա դրանցում ապրում է, որ չկարողանան հաղթահարել։ Եվ սա ոչ թե սիմվոլիկ հաղթահարում է, նրա նման, որ մարդիկ շատ հաճախ ասում են եկեղեցու զանգերը տվեք եւ այլն,
կամ չգիտեմ երևացող բաներ, այլ ներքին բովանդակային հարց է սա, որովհետև Աստծո ներկայության մեջ ապրել նշանակում է սիրել դիմացի մարդուն, իսկ այն հասարակությունը, որտեղ սեր կա միմյանց նկատմամբ, ինքը չի կարող քանդվել։ Քանդվում է իր մեջ բաժանված յուրաքանչյուր թագավորություն։ Ցավոք սրտի, մեր արչև ծառացած մարտահրավերները նախ եւ առաջ արտաքին ազդակները բնականաբար հաշվի առնելով, բայց նախ եւ առաջ մենք կանգնած ենք այս մարտահրավերների առաջ, որովհետեւ սիրո շատ լուրջ պակաս ունենք մեր հասարակության մեջ, չեմ ուզում ասել բացակայություն, որովհետեւ Աստված ողորմած է ամեն դեպքում եւ շատ լավ մարդիկ կան, որոնք սիրում են իրենց հարևանին, ընկերոջը, բարեկամին, երեխաներին, հայրենիքը, եկեղեցին, բայց շատ մեծ պակաս ունենք սիրո, ինչը շատ դժվար է դարձնում ընդհանրապես Աստծո խոսքի լսելն ու ընկալելը եւ աստվածային ներկայության մեջ ապրելը։ Շնորհակալություն Տեր, հուսանք Քրիստոսի հարությամբ այս տարի մենք կկարողանանք իսկապես վերագտնել Աստծո այդ լույսը, Աստծո այդ սերը մեր ներսում եւ մեզ կօգնի ավելի ուժեղ ու ավելի լավ լինել ու դառնալ իսկապես Քրիստոսի եւ Աստծո զավակներ։ Ձեզ շատ շնորհակալություն։ Տա Աստված, որ նման շնորհի մեջ ապրենք։ Ես իմ ունկնդիրներին եւ ակնդիրներին հիշեցնեմ, որ այսօր տաղավարում ես շատ սիրով զրուցում եի Տեր Տիգրան Քահանա Բադիրյանի հետ, ով Արարատյան հայրապետական թեմի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու խորհրդակատարներից է։ Ինքնությունը եթերում կլինի հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։